Գառներն սաղ փուճուր են, իմ խեղճկեցարը զմերվա կեսին տանում էր, սաղ իրաստները նստած, իմի մեղ կա, շատ էլ չի խոսում, չի ասում։ Հովի Վիրաբը 43 գլուխ ոչխար ուներ, հպարտանում է, թե գյուղում ամենաառատ կաթն իր տանն է եղել։ Բայց ընտանիքի ապրուստի միջոցը մի գիշերում վատնվեց։ Շոկի պատճառով գիշերը հոտն անասնագոմ չէր տարել, լուսադեմին ոհմակը հոշոտել էր ոչխարներին։ Դուրս եկան սաղ ամբողջ գյուղում մեր հետ միասին գնացին ման գալու, որը տենց տրակտորով, վզերը պոկված, տենց կերած, ոսկորներով սաղ բերեցին, որը քցել են քարապից, որը ջրի մեջ կորած անի մեջ, հա։ Գայլիա խորժակը պատուհաս դարձավ ընտանիքի համար։ 43 ոչխարից 6-ը հոշոտված էին, մնացածն էլ փախել էին հանդերն ու ձորերը։ Սա ախտարին ցան մեջ չաբալամիսի մեղե տանջվերիմ։ Եսօլ էտվի կիլաններ $10,000 տուժիմ կրես։ Փնտրել գտել է ոչխարներին, բայց բոլորն էլ վնասված էին։ Ոչ մի բանի պիտանի չեն, ոչ միսը, սաղ հարևանի շներին ենք տվել։ Սաղի կուրս քճղած, դրան կաչ չեն կարա ուտեն, ով գալի գառներն են, սատ կեն, ոչ մանել չի մնա։ Վիրապ պապը անասնաբուժի խորհրդով յուղել ու մոմապատել է ոչխարների վերքերը, բայց հույս չունի, թե ոտքի կկանգնեն։ Ասում է գայլիատամներ է թունավոր, իսկ վախեցած ոչխարը երկար չի ապրում։ Գյուղապետը զարմացած է, այդքան հոշոտված ոչխար գյուղը չէր տեսել։ Մարզպետարան դիմել ենք։ Պատասխանը երևի վաղ կամ միսօր պատասխաններ կստանանք։ Դեռ նախորդ օրը տանը կաթն առատ էր։ Հիմա ոչխար գրեթե չունի, փոխարենը հույս, թե դուռ կբացվի, բայց թե ով է բացելու հայտնի չէ։ Կողքին սառն է, գայլի վերահաս վտանգը եւ չկա մեկը, որ օգնի։ Գեղանուշ Աբրահամյան, Նորա Էրշարբաթյան, ժամը լրատվական։